Փողոցների մաքրման աշխատանքներից հետո շարունակվեցին 3 ցերեկը դարձյալ փողոցների մշակումը, իսկ ամենահիմնական ծանր աշխատանքը թող տարօրինակ չթվա, ոչ այնքան առաջին գիշեր անդադ տեղումների մեջ աշխատելն էր, որքան 3 երեկոյան ջերմաշանի կտրուկ անկումը, եւ մենք ամեն ինչ արեցինք, որ քաղաքում որևէ խնդիր չառաջանա։ Պարոն քաղաքապետ, մեզ հետ աշխատել են Պարեկային ծառայությունը եւ Փրկարար ծառայությունը, անձամբ մեզ է այցելել նաեւ Փրկարար ծառայության գնդի հրամանատարը պարոն Իսախանյանը, իրենց հաղորդումների համաձայն անձնապես եմ խոսել իրենց հետ 3 երեկոյան էլ այսօր էլ, մայրաքաղաքում այս 2 օրվա ընթացքում որևէ փողոց անանցանելի չի եղել, որևէ խցանում չի գրանցվել, մեքենաների կանգ չի գրանցվել ոչ մի փողոցում։ Սա վկայում են նաև մեր օպերատիվ ծառայությունները։ Աշխատանքները կշարունակվեն նաև այսօր, մայթերում դեռ խնդիր ունենք, բակային հատվածներից խնդիր ունենք, միևնույն ժամանակ պիտի լավ նախապատրաստվենք արդեն հաջորդ ձյանը, այսօր ԵԱՍՄ-ն կշարունակի աղուավազի համապատասխան պաշարի կուտակումը, որտեղ հիդրոմետ ծառայության կանխատեսման համաձայն 3 խոսել եմ նաև անձամբ պարոն Սուրենյանի հետ, ամսի 31, ամսի 1-ը եւ 2-ը սպասում են ձյան-տեղումներ, տոնական օրեր, ինչը մեզ արտադրում է ավելի պատրաստ, ավելի զգոն, ավելի համախմբված, ավելի կազմակերպված։ Պարոն քաղաքապետ, շնորհակալություն ձեզ, մեզ հետ կապի մեջ եք եղել շուրջօրյա, որպես այս անգամ մեր արձագանքը ավելի օպերատիվ է եղել եւ ավելի պատրաստված ենք եղել, այնուամենայնիվ հաշվի առնելով, որ մենք հենց նոր տարվա գիշերը ունենալու ենք կրկին մեծ ծավալով տեղումներ, ամենայն հավանականությամբ սա նշանակում է, որ դեռևս հանգստի ժամանակ չունենք այս առումով եւ մեր տեխնիկան եւ մեր հերթապահները պետք է պատրաստ լինեն, որպեսզի քաղաքը լինի անցանելի։ Այնուամենայնիվ ուզում եմ նաև արձանագրել, որ երկրորդային որոշ փողոցներում, մասնավորապես բարձրադիր հատվածում դեռևս ունենք խնդիրներ, եւ ես հասկանում եմ, որ ջերմաստիճանի կտրուկ անկման պարագայում շատ դեպքերում աղն ու ավազն էլ չի օգնում, այնուամենայնիվ որոշակի գործողություններ արժի կարծում եմ պլանավորել դրանց հետ կապված, նամանավանդ, որ մենք ունենք դեռևս կրկին սպասվող տեղումներ, որովհետև եթե հիմա նույնիսկ նրանք անցանելի են ունենք մեր կասառույց եւ որպեսզի թույլ չտանք այդ շերտը ավելանա, պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկենք, ընդհանուր ուզում եմ շնորհակալություն հայտնել